Հայաստանը, որ մինչև 1991 դեկտեմբերը նախկին ԽՍՀՄ-ի 15 հանրապետություններից էր, հյուսիսում սահմանակից է Վրաստանին, հարավում Իրանին, արևելքում Ադրբեջանին, իսկ արևմուտքում Թուրքիային։ Հայաստանն ունի ավելի քան 10 մարզ և մոտ 3 միլիոն 700 հազար բնակչություն։ Երկրին բնորոշ է էթնիկական միատարրության բարձր մակարդակը։ Հայերը կազմում են բնակչության ավելի քան 90%-ը և վերջին ուսումնասիրությունների համաձայն այս թիվն արագորեն աճում է։ Թեև երազանքները սոսկ երազանքներ են, այնուամենայնիվ դրանք երբեմն իրականանում են։ Ահավասիկ դրա վառ օրինակը։ Վաղուց է ինչ ցանկանում էինք Հայաստան այցելել, տեղյակ լինելով հայ ժողովրդի բազմաշնորհությանը և Ուրուգվայի զարգացման մեջ ունեցած նրա ավանդին։ Այցելությունը հնարավոր դարձավ մեր երկրում բնակվող մեծաքանակ հայության ընդհանուր ջանքերի շնորհիվ, և այժմ գտնվում ենք այն վայրերից մեկում, որտեղից սկիզբ է առել մարդկության քաղաքակրթությունը։ Բացի դրանից, ըստ պատմական որոշ տվյալների, այստեղ են առաջին անգամ ձուլել երկաթն ու պղինձը։ Տելեդոսե հեռուստատեսությունը ներկայացնում է Ճանապարհորդություն։ Հաղորդման հեղինակ Խուլիո Ալոնսա։ Օպերատոր Էդուարդո Ռուիս։ Հայաստան։ Ռեժիսոր Դիեգո Խուրադո։ Հիանալի արևաշող օր է։ Ուրեմն կարելի է հաճույքով զբոսնել Երևանի կենտրոնական պողոտայով։ Դա հայկական առաջին ձեռագրերը ստեղծողի Մեսրոպ Մաշտոցի անունը կրող պողոտան է։ Ուշադրություն դարձրեք ճարտարապետությանը, որ կրում է 20-րդ դարի ճարտարապետ Թամանյանի ազդեցությունը, ապա մարդկանց, փողոցներին, անցուդարձին, սովորույթներին։ Տեղին է հիշատակել մեր բարեկամ Travel Advantage Assistance ընկերությանը, որի արդյունավետ ծառայություններին ենք դիմել այստեղ, Հայաստանում։ Իսկ այժմ եկեք անցնենք Երևանի գլխավոր պողոտայով։ Երևան։
Կասկադի հրապարակ։ Նման վայր նկարագրելն անհնար է։ Դա պետք է աչքով տեսնել։ Մենք գտնվում ենք Երևանի կենտրոնական պողոտայում, եւ դեր առջև է մի հրապարակ, որ հայերը սովորաբար Կասկադի հրապարակ են անվանում։ Այժմ գտնվում ենք Բլրի վրա, հուշահամալիրի տարածքում, որը հայոց անվիշն է խորհրդանշում։ Սա կառուցվել է 1965-ին, Օսմանյան կայսրության իրագործած հայոց ցեղասպանության 50-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ցեղասպանության հուշարձան։ Ջարդերն սկսվել են 1915 թվականի ապրիլի 24-ին։ Ոստի ամեն տարի այդ օրը աշխարհի տարբեր կողմերից այստեղ են հավաքվում ավելի քան 1 միլիոն հայեր։ Երևան քաղաքի այս հուշարձանի անմար հուրը վառ է պահում այդ սարսափի հիշատակը, որի մասին չի մոռանում նաև Ուրուգվայի հայկական խորհուրդը։ Այստեղ են հանգչում նաև նոր սերնդի հայ հերոսների շիրիմները, ովքեր զոհվել են Ղարաբաղյան պատերազմում։ Այդ տարածքը, որ խորհրդային ժամանակաշրջանում պատկանում էր Ադրբեջանին, 1988-ից 94 թվականների ռազմական գործողությունների արդյունքում Հայաստանն իրեն միացրեց։ Կորցրել եմ քեզ չսիրված, սիրել եմ ուզում ես, ուր ես, որտեղ ես, Իթե երազել գա, որ եկավ անցավ գնաց, իթե տեսիք է գա, հերացավ անվերադարձ, ես կընտրում եմ քեզ, Սևանալիչ։
Ուշադրություն, 2000 մետր բարձրության վրա ենք։ Անզուգական տեսարան է, Սևանա լիճը։ Եվրախորհրդի այս նոր պետության հիրավի ամենասքանչելի տեսարժան վայրերից մեկը։ Ուրեմն եթե հաշվի առնենք, որ Հայաստանը Եվրախորհրդի անդամ է, կարող ենք ասել, որ Սևանը Եվրոպայի ամենաբարձր լիճն է, իսկ աշխարհում բարձրությամբ երկրորդը։ Եվ այստեղ հանգստյան տներում ու ռեստորաններում ժամանակ անցկացնելու գայթակղությանը անշուշտ նպաստում է ջրի կապտականաչավուն երանգը։ Ափի որոշ մասը անտառով շրջապատված բնական լողափ է։ Սևանի ջրերում կարելի է ոչ միայն լողալ, այլև, ինչպես մեզ ասացին, նավարկել, զբաղվել ջրային մարզաձևերով։ Սևանա լիճը սնուցում են 23 վտակներ։ Այստեղից է սկիզբ առնում Հրազդան գետը, որ հոսում է Երևանի միջով։ Սևանա լճի առավելագույն խորությունը 96 մետր է։ Առավել երկար հատվածը 78 կիլոմետր։ Իսկ առավելագույն լայնությունը հասնում է 45 կիլոմետրի։ Լիճը մեծապես կարևորվում է նաև 5 հիդրոէլեկտրակայանների սնուցման և Արարատյան դաշտավայրի ոռոգման առումով։ Սևանա լիճ։ Պատկերացնում եք, ասում են, թե կան հայեր, ովքեր Հայաստան են գալիս գլխավորապես երկրի խորհրդանիշը տեսնելու նպատակով, խոսքը Արարատ լեռանն է վերաբերում։ Իդեպ Արարատը թուրքական հողում է, այնպես որ մենք գտնվում ենք Թուրքիայից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա։ Տարօրինակ է, որ համայն հայության մեծ խորհրդանիշը Թուրքիայում է, չէ՞։ Այժմ գտնվում ենք Խոր Վիրապ վանքում, որը կառուցվել է 7-րդ դարում, սակայն ըստ պատմական որոշ աղբյուրների, այս վայրը նշանավորվում է 3-ից 4-րդ դարերի հետաքրքրաշարժ իրադարձություններով։ Մնում է ավելացնել, որ Հայաստանի մեծագույն խորհրդանիշ հանդիսացող Վսեմ Արարատը հսկում է վանքը, իհարկե մշուշի բացակայության պարագայում։ Այս վայրը, բարեկամներ, պատմության մեջ առաջին անգամ քրիստոնեության ընդունումն է խորհրդանշում։ Խոր Վիրապի մատուռ։ Այստեղ մատուռներից մեկի տակ է գտնվում այն ստորգետնյա խուցը, ուր 13 տարի բանտակված է եղել Սուրբ Գրիգորը, մինչև որ քրիստոնեական հավատի է բերել Տրթատ թագավորին։
հետևաբար նաև ամբողջ հայազգին։ Մեզ ասացին, որ մոտակա գյուղերից մեկում, Արենիում, կարելի է փորձել լավագույն 100-ամյա գինիներ, որ արտադրվում են այստեղ այս մեծ երկիր Հայաստանում։ Իսկ մենք խոստանում ենք, որ մեր այցի ընթացքում դեռ կվերադառնանք այստեղ, քանի որ չենք ուզում հեռանալ առանց Արարատը, Հայաստանի մեծ խորհրդանիշը, տեսնելու։ Արարատ լեռ։ Արարատը սուրբ լեռ է համարվում։ Բազում աղբյուրներ վկայում են, որ լեռան ձյունածածկ լանջերին է կանգ առել Նոյան տապանը, որի շնորհիվ Նոյը հնարավորություն է ունեցել փրկելու մարդկությանն ու կենդանիների տարատեսակներն աստվածաշնչյան մեծ ջրհեղեղից։ Աստվածաշնչի որոշ թարգմանություններում գրված է, որ տապանն իջավ Արարատ լեռան վրա, թեև մեկ այլ թարգմանության մեջ հիշատակվում են Հայաստանի լեռները։ Եբրայերեն ար նշանակում է բարձուն կամ լեռնաշղթա, իսկ արատ մասնիկը մատնանշում է լեռնագագաթը։ Եսայու ձեռագրի առաջին գլխում նշված է Ուրարա, Արարատ լեռը հիշատակվում է հին պատմիչների տարեգրություններում։ Դրանցից մեկում ասվում է, թե տապանի մի մասը դեռևս գտնվում է Հայաստանում։ Եվ իբրև ոմանք պոկում են դրա խեժն ու իրենց վերցնում։ Պարսիկները դա որպես հուրուտք էին օգտագործում։ Նիկողայոս Դամասկոսցին, Հերովդես մեծի ընկերն ու կենսագիրը, իր ընդհանուր պատմության 96-րդ գրքում գրում է. Հայաստանում կա մի հսկա լեռ, որտեղ ըստ ավանդության պատսպարվելով շատ մարդ է ջրհեղեղից փրկվել։ Ասում են նաև, թե տապանից մի մարդ մնացել է լեռան գագաթին, եւ նավի մնացորդները երկար կպահպանվեն։ Հանրապետության հրապարակ։ Այստեղ են գտնվում կառավարության շենքը, արտաքին գործերի նախարարությունը, պատմության թանգարանը, Փոսն ու Արմենիա հյուրանոցը, հայկական Մերիոթը։ Այժմ հանրապետության հրապարակում ենք, որ Երևանի գլխավոր հրապարակն է։ Սա քաղաքային կյանքի, այսպես ասած, սկզբնակետն է։ Սքանչելի եւ հարմար վայր է։ Ականատես լինելու համար մարդկանց որոշ սովորույթների։ Երևանում կան մի շարք հանրային գրադարաններ, թանգարաններ ու թատրոններ, բուսաբանական ու կենդանաբանական այգիներ։ Հնագետները Երևանի ներկայիս գտնվելու վայրում հայտնաբերել են Ուրարտուի ամրոցի եւ Քրիստոսից առաջ 8-րդ դարում կառուցված քաղաքի փլատակներ։ 1827-ին քաղաքը նվաճում է Ռուսաստանը։ Ի վերջո 1918-ից 1920 թվականներին արդեն դա անկախ Հայաստանի մայրաքաղաքն էր։ Իսկ 1920-ից 1991 թվականներին Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության մայրաքաղաքը։ Երևանի բնակչությունը կազմում է ավելի քան 1.350.000 մարդ, ինչևէ, մեկ անգամ ևս հիացեք այս գեղեցիկ ու փառահեղ հանրապետության հրապարակով։
Մայր Հայաստան։ Հայաստան այցելելիս ահնար է առանձնահատուկ ուշադրության չարժանացնել չքնաղ Երևան քաղաքի բազմաթիվ հուշարձաններն ու շատրվանները։ Մենք գտնվում ենք Երևանի 7 բլուրներից մեկի վրա, Ահավասիկ քաղաքը հովանավորող Մայր Հայաստանը, որ թերևս ամենախորհրդանշական հուշարձաններից է։ Զբոսաշրջիկների համար սա հաճելի վայր է, որ հնարավորություն է տալիս վերևից դիտել քաղաքը, տեղաբնակների համար ևս սքանչելի զբոսավայր է։ Մայր Հայաստան։ Էրեբունու փլատակներ։ Այս հիասքանչ երկիրն ամեն օր մեզ ապշեցնում է իր հարուստ պատմությամբ ու բազում այլ բաներով։ Ուստի այդ առիթով մեր հիացմունքն ու զարմանքն ենք ուզում հայտնել Ուրուգվայի մեծաքանակ հայությանը։ Ապագայում այս ամենը կարելի է օգտագործել զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով։ Օրինակ, սա Իրավի հիշարժան պատմական վայր է։ Այստեղ կարող եք ականատես լինել դեռևս Երևանի հիմնադրման ժամանակաշրջանին վերաբերող առարկաների։ Այժմ Երևանի կենտրոնից ոչ շատ հեռու գտնվող Էրեբունիի փլատակների մոտ ենք։ Այս պատմական հարստության մեջ առանձնակի նշանակություն ունի այն քարը, որի վրա արձանագրված է, թե որ տարեթվին է թագավոր Արգիշտի առաջինը քաղաքը հիմնադրել, որից հետո էլ Երևանը դարձել է մայրաքաղաք։ Էրեբունու փլատակներ։ Այժմ մենք Էրեբունիի թանգարանում ենք, որը գտնվում է Արինբերդ կոչվող բլրի ստորոտին, Երևանի հյուսիսում։ Մետաղների օգտագործմամբ են պայմանավորված Հայաստանում դեռևս հնագույն ժամանակներում վերել կապրող արհեստները, ինչպիսիք են դարբնեգործությունը, անագագործությունը, պղնձագործությունը, զինագործությունը, ոսկերչությունը, հականագործությունն ու արծաթագործությունը։ Հնագիտական պեղումներն ի հայտ բերեցին ոսկե, արծաթե, անագե ու պղնձե իրերի նմուշներ, որոնք վկայում են ձուլման աշխատանքների բարձր մակարդակի մասին։ Էրեբունու պատմության թանգարան։
Ուրարտու, Էրեբունիի փլատակներ։ Սա մարդկության գիտելիքների այլ գանձարան է։ Պատմական ձեռագրերի աշխարհի ամենամեծ գրադարաններից է, Մատենադարանն է։ Մատենադարան։ Այս սրահներում պահվում են ավելի քան 80,000 ձեռագրեր, որոնցից մի քանիսն ունեն մոտ 1700-1800 տարվա պատմություն։ Բազում մշակութային գլուխգործոցների թվին է դասվում աշխարհի ամենամեծ աստվածաշունչը, որ կշռում է 50 կիլոգրամ, մինչդեռ կողքինը ամենափոքր աստվածաշունչը թերևս 100 գրամ լինի։ Ամենահին արձանագրությունները, որ հայտնաբերվել են այստեղ Հայաստանում, սեպագիր արձանագրություններն են։ Այբուբենի ստեղծումից առաջ Հայաստանում առկա էր ժողովրդական բանահյուսությունը, որ մեզ է հասել Գողթան երգերը ընդհանուր անվան տակ։ Ժողովրդական բանահյուսությունն ու առասպելներն իրավամբ նախորդել են 405-ից 406 թվականներին Այբուբենի ստեղծմանը։ Փաստորեն վանական Մեսրոպ Մաշտոցի կատարած մեծ գործը 301 թվականին քրիստոնեության ընդունումը եւ սուրբ գրքերն ու պատարագը թարգմանելու անհրաժեշտությունը խթանեցին այն գործընթացը, որ հանգեցրեց ազգի մշակութային անկախության հաստատմանը։ Տպագրության հայտնագործումից 57 տարի անց, դեռևս 1512 թվականին, սկսվեց հայ տպագիր գրականության պատմությունը։ Սա, ինչպես նաև գրական ու մշակութային վերածնունդը, որը 17-րդ դարում սկսվել էին մխիթարյան հայրերը, նպաստեցին հայոց լեզվի ամրապնդմանը։ Մատենադարան։
Շուկա, սա աչքի է ընկնում ոչ միայն այն պատճառով, որ կենտրոնական պողոտայի հենց կենտրոնում է, այլև ուշագրավ է իր ճարտարապետությամբ ու արտաքին տեսքով։ Օգտվենք նկարահանելու հնարավորությունից, ցույց տալու համար, թե ինչպես է աշխատում գյուղացին այստեղ, Հայաստանում։ Մենք շուկայում ենք։ Շուկա։ Pastel. Պարզապես ուզում եմ ականատես լինեք Հայաստանի չորացրած ու փայլեցրած մրգերի առատությանը։ Ինչ հաճույք։ Օրինակ սա, որի համից չես կշտանա, պատրաստված է սալորից։ Կա նաև ծիրանների, սալորների, խնձորների, շլացուցիչ տեսականի։ Սա ինչպես է կոչվում։ Հա, ընկույզ է։ Տեսեք ինչ են անում ընկույզը։ Իսկ համը, այո, ասում է, որ փորձեմ, բայց եթե փորձեմ, չեմ կարող խոսել։ Շարունակում ենք ցույց տալ այս մեծաքանակ բազմազանությունը։ Սա, օրինակ, ինձ ասացին, որ շատ համեղ է։ Ինչպես է կոչվում։ Սուջուխ պատրաստվում է խաղողի հյութի հիմքի վրա, ընկույզով։ Եթե կինոխցիկը մոտեցնենք, կտեսնեք, թե որքան ընկույզ կա սուջուխի մեջ։ Անկասկած համեղ պիտի լինի։ Նայեք օրինակ պանիրների այս տեսականուն։ 500 դրամը համարժեք է 1 ամերիկյան դոլարի։ Հիշեք դրամի արժեքը, որպեսզի երբ գին տեսնեք գրված, կարողանաք հաշվել։ Բայց կարող ենք ասել, որ եթե Հայաստան այցելեք, նկատի ունեցեք, որ ամեն ինչ այստեղ Եվրոպայի ցանկացած երկրի գներից կրկնակի էժան է։ Տեսեք, թե ինչ չափի սեխ է, ինչ էլ ծանր է, ինչ արժե։ 1500 դրամ։ 1500 դրամը ամերիկյան 3 դոլարն է։ Շուկա։
հայերն ականատես են եղել իրենց կողքին հայտնված, անցած կամ իսպառ անհետացած շատ մշակույթների։ Համառությամբ պայքարել են ու հազարամյակներ շարունակ իրենց հավատարիմ մնացել, հավատարիմ այս հողին, նույնիսկ հեռու-հեռվում գտնվելով, ինչպես տվյալ դեպքում Ուրուգվայում ապրող 15,000 հայերը։ Դե հուսանք, որ փոքր-ինչ ճանաչեցիք այս սքանչելի երկիրը։ Սիրելի բարեկամներ, 7 օրից մենք դարձյալ կհանդիպենք, շարունակելով ներկայացնել աշխարհն այնպես, ինչպես որ կա։ Մինչ նոր հանդիպում, շնորհակալություն։ Թարգմանիչ Լիլիթ Սերոփյան, խմբագիր Զեփյուր Չոքեքչյան, կրկնօրինակման ռեժիսոր Մարինե Բլբուլյան, համակարգչային մոնտաժը Մուշեղ Բարբարյանի, կարդաց Մեսրոպ Արաքելյանը։ Առաջին կինոմիավորում։